Բայց մեր վարչապետը պնդում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է եւ նաեւ կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի հետ։ Well, look, one cannot take everything the Prime Minister says at face value and altogether seriously. I believe that he once said that Artsakh is Armenia. Չի կարելի վարչապետի ասած ամեն ինչն ընկալել հալած յուղի նման եւ լիովին լուրջ։ Մանավանդ որ նա նախինում ասել է Արցախը Հայաստան է, բայց հետո սա պարզապես օրինակ։ Ուրեմն ինչ արժեք ունեն նրա այդպիսի հայտարարությունները։ Եթե ասում է խաղաղություն է հաստատվել, ապա որտեղ է խաղաղության պայմանագիրը։ Այդպիսի լուրջ չեմ տեսել, թե խաղաղության պայմանագիր է ստորագրվել։ Ոչ ոք չգիտի, թե որոնք են խաղաղության բոլոր պայմանները։ Նման հայտարարություններն արվում են, այսպես ասենք, հանրության հետ կապերի նպատակներով։ And the fact is there is no peace. It may be that nobody is fighting a conventional war now, like in the First Karabakh. Քաղաքական ժամանակավոր առավելությունների եւ շահի համար, երբ փաստն այն է, որ խաղաղություն չկա։ Հիմա նաեւ սովորական պատերազմ չկա, ինչպես առաջին Ղարաբաղյան պատերազմի, քառօրյա կամ 44-օրյա պատերազմի ժամանակ, բայց պայքարը շարունակվում է։ Այս պահին պատերազմն ընթանում է քաղաքական մեթոդներով եւ Հայաստանը ներքաշվում է այդ թուրք-ադրբեջանական աշխարհի մեջ։ Pushing the country in that direction and a direction that not all Armenians wish to go. Հայաստանի վարչապետը անկախ դրդապատճառներից կարծես երկիրը մղում է այդ ուղղությամբ եւ այն ուղղությամբ, որով ոչ բոլոր հայերն են ցանկանում գնալ։ Հայ առաքելական եկեղեցին մեծ մտահոգություն է հայտնում այս միտման վերաբերյալ։ Religious ethnic cleansing of Nagorno-Karabakh. That's a catastrophe for the Armenian nation. Ի վերջո դա նշանակում է աչք փակել ընդամենը մի քանի տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած կրոնական էթնիկ զտման վրա։ Դա աղետ է հայ ազգի համար, եւ Հայաստանի վարչապետն ասում է, թե հարցը փակված է։ Նույն վարչապետը, որը մի ժամանակ ասում էր Արցախը Հայաստան է, ինչ փոխվեց։ Փոխվել է այն, որ վարչապետն իրեն պարտավորված է զգում։ Զգում է հարկադրված ճնշում փոխվելու եւ ընդունելու այն, ինչը նախկինում անընդունելի էր։ What used to be unacceptable.